Շաբաթ օրը կեսօրից հետո Հանթինգթոն բիչում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով 5 մարդ, այդ թվում 1 երեխա, տեղափոխվել է հիվանդանոց։ Ականատեսների խոսքով հզոր հարվածից հետո տարածքը պատվել է ծխով ու բեկորներով։ Փրկարարները դեպքի վայր հասնելով ուղղաթիռի մնացորդներից դուրս են բերել 2 ուղևորի։ Վթարի պահին մոտակայքում գտնվող 3 անցորդ տուժել են ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բոլոր 5 վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդանոց եւ բժիշկները հետևում են նրանց վիճակին։ Ոստիկանությունը փակել է մայրուղու մի հատվածը եւ կոչ արել բնակիչներին մոտ չգնալ տարածքին։ Վթարի պատճառները դեռ պարզվում են։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թենեսիում ահաբեր պայթյունից հետո կպատմեմ, թե ինչ պատկեր ունենք, ինչ է հայտնի զոհերի ու վիրավորների մասին։ Լոս Անջելեսում առաջին փոթորիկներն են սպասվում մոտ օրերին։ Շաթդաունը խորանում է, 250,000 դաշնային աշխատող արդեն առանց աշխատավարձի է մնացել։ Կառավարությունը դեմոկրատներին ճնշելու նոր միջոցներ է կիրառում։ ԱՄՆ առողջապահական համակարգը քննադատության կենտրոնում է, բացահայտվել են 100 հազարավոր անիմաստ ողնաշարի վիրահատություններ, միլիարդավոր պետական կորուստներով։ Մանրամասների մասին կիմանաք րոպեներ անց։ Թրամփի վարչակազմը կնքել է պատմական համաձայնագիր AstraZeneca-ի հետ եւ միաժամանակ խորացրել առևտրային պատերազմը Չինաստանի հետ։ Այս անգամ հաղորդման վերջում ձեզ կպատմեմ Նյու Յորքի խորհրդանշական Central Park-ի մասին, աշխարհի ամենահայտնի քաղաքային այգիներից մեկը, որի ստեղծման պատմությունը վերածվեց բնության եւ քաղաքի համադրության իսկական արվեստի։ Մնացեք մեզ հետ եւ կիմանաք, թե ինչպես ժայռոտ ու ճահճոտ տարածքը դարձնել հսկայական կանաչ օազիս հարյուրավոր կամուրջներով, ծառերով ու մարգագետիններով, որոնք այսօր ամբողջ աշխարհից ընդունում են միլիոնավոր այցելուների։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale Newsroom-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին եւ չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ Ամերիկայի ազգային եղանակային ծառայությունը հայտնում է, որ այս շաբաթ հարավային Կալիֆոռնիան կհայտնվի սեզոնի առաջին ուժգին փոթորիկի ազդեցության տակ։ Սպասվում են հորդառատ տեղումներ եւ հանկարծակի ջրհեղեղների վտանգ, հատկապես այն տարածքներում, որտեղ վերջին ամիսներին եղել են հրդեհներ։ Մասնագետները հաղորդում են բնակիչներին զգուշանալ եւ հետեւել եղանակային նախազգուշացումներին։ Փոթորիկը գալիս է Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածից եւ շուտով կհասնի Սանտա Բարբարայի շրջանին։ Այնուհետև կշարժվի դեպի հարավ, հասնելով Լոս Անջելեսի եւ Սան Դիեգոյի միջև։ Քամիները կարող են լինել շատ ուժեղ, կոտրելով ծառեր եւ առաջացնելով հոսանքազրկումներ։ Բարձր լեռներում կարող է ձյուն գալ։ Որոշ շրջաներում հնարավոր են կայծակներ, ամպրոպ եւ կարկուտ։ Իշխանությունները խնդրում են մարդկանց խուսափել ճանապարհորդություններից վտանգավոր շրջաներում եւ նախապես պատրաստվել ապահովելով տանիքները եւ ջրահեռացման համակարգերը։ Արդեն հայտնի է դարձել, որ Թենեսի նահանգում զինամթերքի արտադրական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունը խլել է առնվազն 16 մարդու կյանք։ Պայթյունը տեղի է ունեցել McEwen քաղաքի մոտակայքում գտնվող գործարանի տարածքում, որտեղ մշակվում էին պայթուցիկ նյութեր։ Սկզբում անհետ կորած էր համարվում 18 աշխատակից, սակայն պարզվել է, որ նրանցից 2-ը պայթյունի պահին գործարանում չեն եղել։ Զոհերի անունները դեռ չեն հրապարակվել, իսկ պայթյունի պատճառները շարունակում են հետաքննել։ Գործարանի շենքը ամբողջությամբ ոչնչացվել է, տեսանյութում երևում է թռիչքի բարձրությունից արված նկարներ, որտեղ պատկերված է գործարանի տարածքը նախքան պայթյունը եւ պայթյունից հետո։ Փորձագետները այժմ մաքրում են տարածքը։ Իշխանությունները հայտարարել են, որ հանրության համար վտանգ չկա։ Ընկերությունը ցավակցել է զոհերի ընտանիքներին եւ խոստացել է աջակցել բոլոր տուժածներին, իսկ նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությունը բացել է հատուկ կենտրոն օգնություն ցուցաբերելու համար։ Ներկայումս ավելի քան 250,000 դաշնային աշխատող արդեն մնացել է առանց աշխատավարձի եւ եթե շաթդաունը շարունակվի, եկող շաբաթ այդ թիվը կարող է հասնել 2 միլիոնի։ Սա դառնում է կառավարության աշխատանքի դադարեցման 3-րդ շաբաթը, խորացնելով երկրի տնտեսական եւ սոցիալական ճնշումը։
Թրամփը հայտարարել է, որ զինվորականները իրենց աշխատավարձը կստանան հոկտեմբերի 15-ին անկախ կառավարության շաթդաունի շարունակությունից։ Նա ընդգծել է, որ այս որոշումը կայացրել է որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, հանձնարարելով պաշտպանության նախարարին ապահովել վճարումները բոլոր հնարավոր միջոցներով։ Նա իր սոցիալական էջում գրել է. «Մեջբերեմ, ես օգտագործում եմ իմ լիազորությունները, որպեսզի մեր զինվորները ստանան իրենց վաստակած վարձատրությունը ժամանակին։ Նրանք չպետք է տուժեն պետական ֆինանսական փակման հետևանքով»։ Մեջբերման ավարտը։ Կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Միացյալ Նահանգների կառավարության ներսում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում սկսվել են դաշնային աշխատակիցների զանգվածային աշխատանքից ազատումները։ Շարունակվող կառավարական շաթդաունի պայմաններում այս քայլը իրականացվում է դեմոկրատների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Քայլը գնահատվում է որպես աննախադեպ, նույնիսկ նախորդ կառավարական փակումների համեմատ, երբ աշխատողները հիմնականում պարզապես ուղարկվում էին ժամանակավոր վճարովի արձակուրդների։ Ավելի վաղ Սպիտակ տունը պարտավորեցրել էր բոլոր դաշնային գործակալներին ներկայացնել իրենց կադրային կրճատումների պլանները։ Աշխատանքից ազատվում են այն բաժինների աշխատողները, որոնց ծրագրերի ֆինանսավորումը դադարեցվել է շաթդաունի պատճառով եւ որոնք, ըստ վարչակազմի, չեն համապատասխանում նախագահի առաջնահերթություններին։ Այս անգամ խոսքը ոչ թե ժամանակավոր դադարի, այլ իրական կրճատումների մասին է, որոնք կարող են խորապես փոխել պետական կառավարման կառուցվածքը եւ ծառայությունների մատուցման գործընթացը։ Մշտական ամառային ժամանակի անցնելու վերաբերյալ Ամերիկայի 10 նահանգ արդեն օրենքներ են ընդունել, սակայն այդ որոշումները կգործեն միայն կոնգրեսի դաշնային հաստատումից հետո։ Առաջինը նման քայլ արեց Ֆլորիդան դեռ 2018-ին, որին հաջորդեց Դելավերը, պայմանով, որ հարևան նահանգները նույնպես միանան նախաձեռնությանը, սակայն դա դեռ չի իրականացվել։ Վայոմինգը 2020 թվականին եւս հաստատեց նման օրենք, բայց այն ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ առնվազն 3 հարևան նահանգ անեն նույնը։ Այս պահին նրանցից միայն Կոլորադոն է միացել փոփոխությանը։ Միանշանակ ամառային ժամանակի գաղափարը հաստատել են նաեւ Ալաբաման, Ջորջիան, Լուիզիանան, Թենեսին, Թեքսասը եւ Մեյնը։ Կալիֆոռնիայում բնակիչները դեռ 2018-ին քվեարկությամբ կողմ են եղել փոփոխությանը, սակայն օրենսդրական գործընթացը կանգ է առել։ Դաշնային մակարդակով կոնգրեսում այժմ քննարկվում են 4 տարբեր նախագծեր։ Երկուսը առաջարկում են ամբողջ երկրում անցնել մշտական ամառային ժամանակին, իսկ մյուս երկուսը թույլատրել, որ յուրաքանչյուր նահանգ որոշի ինքնուրույն, բացառությամբ Հավայան կղզիների եւ Արիզոնայի։ Նոյեմբերի 2-ին ամերիկացիները կրկին կփոխեն իրենց ժամացույցները, անցնելով ձմեռային ժամանակի եւ ստանալով 1 ժամ ավելի քնելու հնարավորություն։ ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է Թրամփի վարչակազմի հայցը վերականգնել նախագահի վերահսկողությունը Իլինոյսի ազգային գվարդիայի նկատմամբ։ Երկրորդ որոշմամբ սահմանվել է, որ նախագահը կարող է ֆեդերալիզացնել գվարդիայի ուժերը, սակայն չի կարող նրանց ուղարկել որևէ առաջադրանքի առանց դատարանի որոշման։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Բայդենի կողմից նշանակված դատավորը արգելել էր գվարդիայի օգտագործումը Իլինոյսում։ Նահանգապետը եւ Չիկագոյի քաղաքապետը դատական հայց էին ներկայացրել, հայտարարելով, որ կառավարության կողմից Իլինոյսի ներքին գործերի միջամտությունը սահմանադրական խախտում է։ ԱՄՆ առողջապահական համակարգում բացահայտվել է զանգվածային չարաշահում։ Ըստ Լոունի ինստիտուտի նոր զեկույցի, վերջին 3 տարիներին երկրի հիվանդանոցներում տարեց հիվանդների վրա իրականացվել է ավելի քան 200,000 անիմաստ ողնաշարի վիրահատություն։ Այս միջամտությունը հարկատուներին արժեցել է շուրջ 1.9 միլիարդ դոլար եւ դրանք հիմնականում ֆինանսավորվել են Medicare եւ Medicare Advantage պետական ծրագրերի միջոցով։ Հետազոտության հեղինակները պարզել են, որ միջինում վիրահատությունների 13%-ը կատարվել են առանց բժշկական ցուցումների, առանց վնասվածքների, սկոլիոզի կամ սկավառակի ճողվածքի ախտանիշների։ Նույնիսկ վերտեբրոպլաստիկա կոչվող ընթացակարգը, որի ընթացքում ողնաշարի մեջ ներարկվում է հատուկ ոսկրային ցեմենտ, անտեղի է կիրառվել դեպքերի շուրջ 10%-ում։ Ամենաշատ կասկածելի վիրահատությունները գրանցվել են Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Թեքսասում եւ Փենսիլվանիայում։ Յուրաքանչյուրն ավելի քան 5000 դեպք։ Medicare-ի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստվում է խստացնել վերահսկողությունը կիրառելով ստուգումներ արհեստական բանականության օգնությամբ։
Կալիֆորնիայի մայթեզրերի վրա սնունդ, ծաղիկ եւ այլ ապրանքներ վաճառող ներգաղթյալների պաշտպանության համար նոր օրինագիծ է սահմանվել, որպեսզի խոցելի խմբի ինքնությունը հասանելի չլինի դաշնային ներգաղթի գործակալներին։ Օրինագիծը ստորագրել է նահանգապետ Գևին Նյուսոմը, շարունակելով իր քաղաքականությունը, որով նա փորձում է խոչընդոտել Դոնալդ Թրամփի ներգաղթի վերահսկողության մեխանիզմներին։ Կալիֆորնիայում փողոցային վաճառողները սովորաբար պետք է ունենան քաղաքային կամ շրջանային թույլտվություններ։ Նոր օրենքը, սակայն, արգելում է տեղական իշխանություններին առանց դատարանի որոշման հետաքրքրվել վաճառողների միգրացիոն կարգավիճակով, պահանջելով մատնահետքեր կամ հրապարակել նրանց անձնական տվյալները, անունը, հասցեն, ծննդյան ամսաթիվը, սոցիալական ցանցերի էջերը, հեռախոսահամարը, վարորդական իրավունքն ու սոցիալական ապահովագրության համարը։ Օրենքը, որը ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից, ընդունվել է այն մտավախությունների պատճառով, որ տեղական իշխանությունների մոտ պահվող վաճառողների տվյալների բազաները կարող էին հասանելի դառնալ դաշնային միգրացիոն ծառայություններին։ Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է, որ ցանկանում է վերացնել անշարժ գույքի հարկը, այն անվանելով անարդար եւ սահմանափակող։ Նրա կարծիքով մարդիկ չպետք է ամբողջ կյանքում հարկ վճարեն իրենց իսկ տան կամ հողի համար։ Նահանգապետը ասել է, մեջբերեմ, եթե ես հեռուստացույց եմ գնում, չէ որ դրա համար ամբողջ կյանքս հարկ չեմ վճարում։ Սեփական գույքը պետք է իսկապես պատկանի մարդուն, ոչ թե պետությանը, մեջբերման ավարտը։ Առաջարկը դեռ քննարկման փուլում է եւ կդրվի օրենսդիրների առջեւ 2026 թվականին։ Եթե այն ընդունվի, Ֆլորիդայում կարող է փոխվել ամբողջ հարկային համակարգը, նվազեցնելով կախվածությունը գույքահարկից եւ հեշտացնելով քաղաքացիների ֆինանսական բեռը։ Իսկ ինչ է կարծում Կալիֆորնիայի գույքահարկի վերաբերյալ, արդյոք այն տեղին է, թե չափից դուրս բարձր է ըստ ձեզ։ Դոնալդ Թրամփը մեկնել է Մերձավոր Արևելք, իսկ ավելի կոնկրետ Իսրայել եւ Եգիպտոս։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի եւ Համասի միջև արդեն 3 օր է, ինչ հրադադար է։ Այցը համընկնում է գերիների եւ բանտարկյալների փոխանակման հետ, ինչը դիտվում է որպես կարևոր քայլ դեպի խաղաղ գործընթացի մեկնարկը։ Թրամփը Իսրայելի խորհրդարանում հանդես գալուց հետո պատրաստվում է մեկնել Եգիպտոս, մասնակցելու այն միջոցառմանը, որը Սպիտակ տունը անվանել է Մերձավոր Արևելքի խաղաղության արարողություն։ Ըստ ծրագրի ազատ կարձակվեն շուրջ 20 իսրայելցի պատանդներ եւ հարյուրավոր պաղեստինցի կալանավորներ։ Սա համարվում է Թրամփի 20 կետից բաղկացած խաղաղության պլանի առաջին փուլը, որի նպատակն է վերջ տալ ավելի քան 2 տարի շարունակվող հակամարտությանը։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Թրամփը իր սոցիալական էջում գրել է. ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև լարվածությունը վերահսկվում է եւ անհանգստանալու կարիք չկա։ Մի անհանգստացեք Չինաստանի համար, ամեն ինչ լավ է լինելու։ Նախագահ Սին չի ցանկանում, որ իր երկիրը թուլանա, իսկ ես նույնպես չեմ ուզում դա։ Մենք ուզում ենք օգնել Չինաստանին, ոչ թե վնասել նրան, գրել է Թրամփը։ Ամերիկացիների մեծ մասը դեմ է Պենտագոնի նոր անվանափոխությանը։ Վերջին հարցման համաձայն մոտ 72%-ը չի ցանկանում հրաժարվել Պաշտպանության դեպարտամենտ անվանումից եւ չի ընդունում այն ռազմական դեպարտամենտ վերանվանելու առաջարկը։ Դեմոկրատների 90%-ը, անկախների 72%-ը եւ նույնիսկ հանրապետականների 55%-ը նախընտրում են հին տարբերակը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ այսի գործակալների դեմ հարձակումների թիվը աճել է ավելի քան 1000%-ով, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ իրական աճը մոտ 25% է։ Թրամփի հրահանգով դաշնային գործակալի վրա յուրաքանչյուր հարձակում կպատժվի օրենքով։ Եթե ցանկանում եք ամերիկյան իրականության վերաբերյալ նորությունները առաջինը իմանալ, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն, հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ Զանգվածային կրակոցներ են հնչել հարավային Կարոլինայի Սենթ Հելենա կղզում գտնվող ակումբի տարածքում։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ամենաթեժ ժամերին, երբ ակումբի ներսում եւ դրսում հարյուրավոր հաճախորդներ են եղել։ Վայրկյանների ընթացքում խնջույքը վերածվել է խուճապի, մարդիկ կրակոցներից փրկվելու համար փորձել են փախչել դեպի հարևան շենքեր ու բակեր։
Շերիֆի գրասենյակի հաղորդմամբ ոստիկանները ժամանման պահին հավաքված մեծ բազմության մեջ արդեն բազմաթիվ վիրավորներ կային։ 4 մարդ մահացել է տեղում, իսկ շուրջ 20 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ձերբակալվածներ չկան։ Շերիֆի գրասենյակը միջադեպը անվանել է ծայրահեղ ծանր եւ ողբերգական դեպք, հորդորելով բնակիչներին հանգստություն պահպանել։ Հետաքննությունը դեռ շարունակվում է։ Թրամփը հայտարարել է, որ դեղերի գները ԱՄՆ-ում զգալիորեն նվազեցնելու նպատակով իր վարչակազմը ձեռք է բերել պատմական համաձայնություն բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերության հետ։ Գործարքը ընդգրկում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դեղագործական շուկա, նպատակ ունենալով դեղորայքը հասանելի դարձնել ավելի շատ մարդկանց համար։ Թրամփի խոսքով ընկերությունը համաձայնվել է իր բոլոր դեղերը վաճառել Medicaid պետական ծրագրին, ամենացածր գնով։ Թրամփը ընդգծել է, մեջբերեմ, ամերիկացիները պետք է վճարեն արդար գին, ոչ թե աշխարհում ամենաբարձրը, մեջբերման ավարտը։ Բացի այդ, AstraZeneca-ն իր ամենահայտնի դեղերը կտեղադրվեն նոր ստեղծված Trump RX կայքում, որտեղ ամերիկացիները կկարողանան դրանք գնել անմիջապես արտադրողից, առանց միջնորդների։ Նախագահը նշել է, որ սա առաջին քայլն է լայնածավալ ծրագրերի շրջանակում, որը նախատեսում է էականորեն նվազեցնել դեղորայքի գները և թեթևացնել ամերիկացիների ֆինանսական բեռը առողջապահության ոլորտում։ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու նպատակով Պենտագոնը նախատեսում է $1 միլիարդ չափով հազվագյուտ հանքանյութեր ձեռք բերել։ Պաշտոնական տվյալներով Պենտագոնը պատրաստվում է գնել կոբալտ մոտ $500 միլիոն, սուրմա $245 միլիոնի, տանտալ $100 միլիոնի և սկանդիում շուրջ $45 միլիոն։ Այս նյութերը կենսական նշանակություն ունեն զինատեսակների, էլեկտրոնիկայի, օդատիեզերական և էներգետիկ ոլորտների համար։ Որոշումը կայացվել է Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումներից հետո։ Վաշինգտոնում դա գնահատվում է որպես անհրաժեշտ քայլ, որը կամրապնդի երկրի մատակարարման շղթաները և ճգնաժամային իրավիճակներում կկանխի ռազմավարական նյութերի պակասը։ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ ամսվանից Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սահմանվելու են լրացուցիչ 100%-անոց մաքսատուրքեր, ինչը դառնում է հերթական քայլը երկու երկրների միջև սրվող առևտրային պատերազմի շրջանակում։ Թրամփը այս որոշումը բացատրել է Պեկինի նոր արտահանման սահմանափակումներով։ Նոր տուրքերը ավելացվելու են արդեն գործող 30%-անոց հարկերին, իսկ Միացյալ Նահանգները միաժամանակ կիրականացնի արտահանման վերահսկողություն բոլոր կարևորագույն ծրագրային արտադրանքների նկատմամբ։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ին կամ ավելի վաղ, կախված Չինաստանի արձագանքից։ Հասանք այսօրվա հաղորդման ամենահետաքրքիր հատվածին, ինչպես ամեն երկուշաբթի այս անգամ ևս մեր թիմի հետ միասին պատրաստել ենք Ամերիկայի խորհրդանշական երևույթներից մեկի պատմությունը։ Խոսքը Նյու Յորքի աշխարհահռչակ Central Park-ի մասին է։ Այս զբոսայգին գտնվում է ներկայիս Մանհեթենի կենտրոնում, սակայն 1850-ականներին, երբ սկսվեց դրա պլանավորումը, տարածքը դեռ հեռու էր քաղաքի կառուցապատված հատվածներից։ Central Park-ը նախագծվել էր Ֆրեդերիկ Լո Օմսթեդի և Քալվերտ Վոքսի կողմից և մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ երկրի քաղաքային այգիների զարգացման վրա։ Այն համարվում է լանդշաֆտային ճարտարապետության իսկական գլուխգործոց։ Կարևոր է հասկանալ, որ 19-րդ դարի կեսերին հողը պարզապես այգի դարձնելու գաղափարը տարօրինակ էր հնչում բոլորի համար։ Հողը կամ մասնավոր տարածք էր համարվում, կամ պատկանում էր պետությանը և ծառայում էր պետական շահերի համար, իսկ միլիոնավոր դոլարներ ծախսել և թանկարժեք հողի վրա պարզապես այգի կառուցել նորարարական և բարդ որոշում էր, և հենց դրա մեջ էր կայանում էր Central Park-ի իրական առանձնահատկությունը։ Օմսթեդի Central Park-ի գաղափարը ձևավորվել էր ոգեշնչվելով Անգլիայի Բիրքենհեդի այգուց, որը համարվում է առաջին հանրային միջոցներով ստեղծված զբոսայգի։ 19-րդ դարի կեսերին Նյու Յորքի բնակչությունը արագորեն աճում էր։ Մանհեթնում մեծ թվով ներգաղթյալներ էին ժամանում ու հաստատվում ապրելով խիտ ու ոչ առողջ պայմաններում։ Տարածքները, որտեղ որոշում կայացվեց կառուցել հսկայական այգին, ժայռոտ ու ճահճոտ էին։ Այս հողերի վրա նախկինում եղել էին փոքրիկ ֆերմաներ ու բնակավայրեր։ Այդ բազմազան ու բարդ լանդշաֆտը քաղաքային այգու վերածելու համար իշխանությանը անհրաժեշտ էին փորձառու մասնագետներ, որոնք կարող էին համադրել բնությունը և քաղաքային ճարտարապետությունը։
Այգին կառուցելու ժամանակ ձեռքով տեղափոխվել է մոտ 4 միլիոն խորանարդ մետր քար և հող, կառուցվել 36 կամուրջ և կամար, ինչպես նաև այգի մտնելու համար գլխավոր ճանապարհների վրայով կառուցվել է 11 անցումային կամուրջ։ Բացի այդ, տնկվել է ավելի քան 500,000 ծառ և թուփ։ Այգու բոլոր լանդշաֆտները ստեղծվել են մարդկային աշխատանքի միջոցով։ 1850 թվականից սկսած հաջորդ 15 տարիների ընթացքում անդադար աշխատանքների շնորհիվ վերջապես ավարտվեց հսկայական այգու կառուցումը։ Ընդհանուր արժեքը հասավ 14 միլիոն դոլարի, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է սկզբնական 5 միլիոն դոլարով գնահատված բյուջեն։ Բացի հանգստի և ժամանցի բազմազան հնարավորություններից, Central Park-ը Նյու Յորքին ապահովում է նաև էկոլոգիական ու բնապահպանական մեծարժեքներով։ Այժմ այգու տարածքում աճում է ավելի քան 18,000 ծառ, որոնք օգնում են զովացնել և մաքրել քաղաքի օդը։ Բացի այդ, նրա հսկայական կանաչ տարածքը ծառայում է որպես կենդանական աշխարհի ապաստան, այդ թվում ավելի քան 200 տեսակի թռչունների միգրացիոն ճանապարհի համար որպես կանգառի վայր։ Ժամանակի ընթացքում Central Park-ը շարունակում է զարգանալ, ձեռք բերելով նոր համալիրներ։ Այգում ավելացվել են բեյսբոլի ու ֆուտբոլի դաշտեր, կարուսելներ, 2 սահադաշտ, կենդանաբանական այգի, ինչպես նաև հուշարձաններ, համերգների և թատերական ներկայացումների հարթակներ։ Այսօր Central Park-ը տարեկան ընդունում է ավելի քան 42 միլիոն այցելու, որոնցից շատերը անգամ չգիտեն այգու հարուստ ու բարդ պատմության մասին։ Իսկ ինչ թեմայի մասին կցանկանաք լսել մյուս երկուշաբթի օրը։ Տարբերակները կարող եք առաջարկել մեկնաբանություններում և ամենաշատ լայքեր հավաքած մեկնաբանությունը կդառնա մեր մյուս երկուշաբթվա ուսումնասիրության թեման։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։